Զինվորական ծառայության մասին նախագծի քննարկումն այսօր կառավարության նիստում տևեց 17 րոպե։ Ներողություն եմ խնդրում, որ շատ ենք երկրացնում, բայց իսկապես հարցը կարևոր է։ Կարևոր նախագծին հատկացվեց 17 րոպե, եւ կառավարությունը կարևոր քննարկումից հետո ընդունեց այն։ Դեմ չկա, որոշումը հաստատված է։ Կառավարությունում քննարկվող նախագծի հեղինակը ԿՊԱ-կան падգամավոր Հայկ Սարգսյանն է։ Ըստ ընդունված նախագծի, քաղաքացին կարող է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, 4 ամիս ծառայելու դեպքում 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանվել է 15 միլիոն դրամը։ Իսկ ինչ նպատակ ունի այս նախագիծը։ Այդ հարցին Սուրեն Պապիկյանը կպատասխանի։ Մինչ այդ փոխվարչապետը հիշեցում հարց ունի։ Պարոն Պապիկյան, ես ճիշտ եմ հասկանում, որ կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների մեկ սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր զորակոչի դեպքում կառավարությունը համապատասխան սահմանաչափ կհայտարարի եւ սա նաեւ թույլ կտա գնահատել այս միջոցառման արդյունավետությունը կամ կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման շատ զգայուն, ինչպես դուք նշեցիք, եւ էական փոփոխությունների պարագայում։ Այո, պարոն Խաչատրյան, դուք շատ ճիշտ եք, այս կետը մեզ համար սկզբունքային էր այն առումով, որ չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը ավելացնել եւ տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան եւ նույն ժամանակ մեզ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները եւ թվաքանակը։ Ըստ Պաշտպանության նախարարի, այս նախագիծը կառավարության նիստում քննարկվել էր դեռ տարիներ առաջ։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո արկախվեց։ Փոխարենն առաջարկվեց հայրենյաց պաշտպան անունը կրող նախագիծը։ 5 տարի ծառայելուց հետո պետությունը քաղաքացուն վճարում է 5 միլիոն դրամ։ Այս թվերը, խոսքը վերաբերում է 18 եւ 24 միլիոն դրամ կառավարության առաջարկությունների, որը ենթադրելու է, որ հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կարողանանք 5 տարի շարունակ 2 պայմանագրային զինծառայողի եւ աշխատավարձ վճարել եւ նաեւ վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճար, որը ստանձնել է կառավարությունը։ Կառավարությունն այդ 5 միլիոն դրամը զինծառայողին տալիս է 2022 թվականից սկսած։ Այդ 3 տարվա ընթացքում եթե վճարել է, նշանակում է պետական բյուջեով հնարավոր է անել։ Հետևաբար ինչու է նոր նախագծի ընդունման մեջ խոսվում այս նպատակին ծառայեցնելու մասին։ Բացի այդ, Պաշտպանության նախարարի խոսքով ամեն տարի սահմանվելու է նախագծից օգտվողների առավելագույն թվաքանակ։ Ֆինանսների նախարարը այլ մտահոգություն ունի։ Գուցե գումարի չափն էլ փոփոխվի։ Գուցե իմաստ ունի ինչ-որ չափով ճկունություն նաև հաղորդել եւ այդ վճարվող գումարի չափը կառավարության հաստատման տիրույթ փոխանցել կամ ինչ-որ մի չափով, հա, որովհետեւ կարող է նաև ավելացվել, այսինքն կարիք լինի, որ ասվի, որ հիմա այն չափը, որը կար օրենքում սահմանված էր, դա քիչ է, պետք է ավելացվի կամ այսպիսի կարգավորումներ իրականացվի կառավարության կողմից։ Շնորհակալ եմ, ամեն դեպքում հեղինակը մենք չենք, կառավարությունը ուղղակի իր շտկումներն է առաջարկում եւ падգամավորը այս կերպ է նպատակահարմար համարել։ Օրենքի նախագծին հավանություն տալ ու կյանք ուղեկցելու առաջարկ արեց Պապիկյանը։ Այդ առաջարկը քվեարկությամբ պարզ դարձավ, միաձայն ընդունվեց։ Ըստ նախագծի, պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիքը կնախատեսվի 32 տարեկանը։ Նոր նախագիծը նոր հնարավորություն է, թե նոր պատուհաս պետության, արտաքին ու ներքին անվտանգային կյանքում։ Նոր նախագիծը չի խորացնելու սոցիալական անարդարությունը։ Գուցե նոր նախագիծը պրոֆեսիոնալ բանակ ունենալու սկզբնաքարն է դնում։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։